Իրականում այս նախագիծը նաև հանրության լայն շրջանակներում է քննարկվել, պատահական չի, որ պարոն Քոչարյանը հիշատակեց, 3 падգամավորները ստացել են 1 տասնյակից ավել հասարակական կազմակերպությունների նաև հայտարարությունը նախագիծը հանել շրջանառություն։ Իրականում համաձայն են բոլոր այն падգամավորները, որոնք ասում են բանակի հեղինակությունը պետք է բարձրացվի։ Պարտադիր զինծառայությունը իրոք պետք է պետության կողմից գնահատվի տարբեր արտոնություններով։ Պաշտոն զբաղեցնելը պետք է նաև փոխկապակցվի զինված ուժերում ծառայության հետ։ Բայց հիմա նայեք ինչ ենք անում։ Այս մի ձեռով բանակին ուզում ենք հեղինակությունը բարձրացնենք, կես ժամ հետո քվեարկելու է մի հատ ուրիշ օրենք ոստիկանության մասին, որտեղ ասում է ով կարող է դառնալ ոստիկան, անցել է պարտադիր զինվորական ծառայություն, բացառությամբ իգական սեռի քաղաքացիների եւ զինվորական ծառայության զինծառայողի կարգավիճակի մասին օրենքով սահմանված կարգով զինվորական ծառայությունից ազատվելու դեպքերի։ Այսինքն առողջական պատճառով զինծառայությունից ազատվելը, բայց կարա գնա քրեական ոստիկան դառնա օրինակ։ Նորմալ է, նորմալ չի։ Չի ծառայել բանակում, նշանակում է ունի որոշակի սահմանափակումներ։ Հիմա Տիգրանին երկրորդում եմ, ինչ է մտածում գլխավոր շտաբը, ես չեմ հասկանում, որ այդքան ուղղակի լռել այն, ասում է, որ այո, 1 ամսվա պատրաստություն։ Մի պայմանական ուսումնական զորամաս վերցնենք, զորակոչը եղել է, կա 3 հոգի, 1 ամսվա ծառայող է լինելու, 4 հոգի, 4 ամսվա եւ մնացածը։ Ուսումնական ծրագրերը տարբեր են։ Նշանակում է նույն դասակում չեն կարող լինել, նշանակում է ուսումնական ծրագիրը իրականացնող սպաների թիվը պետք է ավելանա, բայց լավ ով գնացել է բանակը ու հասկանում է 1 ամսվա մեջ ոչ մի բան չես կարողանում անել, եւ դառնում է իրականում մոբիլիզացիոն ռեսուրսի մսեկ գունդ, Աստված մի արածե, որ պատերազմ լինի։ Հիմնավորումները պարոն Սարգսյանը որ վերում արտագաղթի պատճառը ծառայությունն է։ Ոչ, համաշխարհային բանկի տվյալ արտագաղթի պատճառները գործազրկությունն են, անարդարությունն է, 1000 տեսակ բան։ Հիմա որ ամբողջ խնդրը բանակ ծառայելու հետ է, Ժորժ ջան, մի քանի տարի առաջ Հայաստանում մեծագույն խնդիրներից մեկը սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումն է։ Այսինքն տղա ունենալու հարցը չէ, ժամանակ աղջիկ ունենալու հարցը, բա ո՞նց հիմա եկավ այս տղա ունենալու խնդրը բերվեց։ Իրականում կրկնում եմ, քաղաքացի կարող է նախաձեռնել, չի բացառում մենք նախաձեռնենք, բայց այս նախաձեռնությունը ունի լուրջ սահմանադրականության խնդիր։ Պատահական չի, որ փորձագիտական գրասենյակի եզրակացության մեջ հստակ է ամրագրում, որ հակասում է սահմանադրության մի շարք նորմերի։ Երևի այսքանը շատ չեմ տանեմ։